Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ կայացել է նրա հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ։ Չնայած հանդիպանը կրկին խոսվել է հայ-ռուսական դարավոր բարեկամության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տնտեսական սերտ գործակցության մասին, այնուամենայնիվ կոշտ հայտարարությունների պակաս չի զգացվել։ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Բաքվի դատարանում այսօր հրապարակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ այլ հայերի դեմ շինծու գործով դատավճիռները։ Միացյալ Նահանգների փոխնախագահը Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան եւ Ադրբեջան, Associated Press-ի անդրադարձը։ Կառավարության որոշմամբ կընդլայնվեն բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Մեկ այլ նախագծով էլ լավարկվել է զինծառայողների բնակարանային աջակցության ծրագիրը, կայացել է գործադիրի հերթական նիստը։ Տեսալսողական մեդիայի վերաբերյալ նոր օրենքի ընդունումը անհրաժեշտություն է համացանցային արատավոր երևույթների տարածումը կասեցնելու համար, հայտնել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ Տիգրան Հակոբյանն ամփոփել է հանձնաժողովի 25 թվականի գործունեությունը։ Այսուհետև եկեղեցուն հողային գույքը կտրամադրվի ոչ թե սեփականության, այլ անհատույց անժամկետ հատկացման իրավունքով։ Հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել։ Օրերս Երևանում տեղի ունեցել ԵՄ Հայաստան քաղաքական եւ անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը, այն վերահաստատել է Եվրոպական միություն, Հայաստանի Հանրապետություն գործընկերության ռազմավարական ձգտումները եւ համատեղ հանձնառությունը արտաքին անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության շրջանակում գործակցության եւ մոտարկման առաջմղման հարցում։ Հայաստանի Եվրամիության անդամակցելու վերաբերյալ բանակցությունները կտևեն տարիներ, իսկ նման հնարավորության դեպքում Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը։ Նրա խոսքով Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության եւ դա պետք է հաշվի առնվի։ Օվերչուկը հավելել է Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, որ միավորման մեջ լինի, իսկ այդ ընտրությունը կազդի ոչ միայն տնտեսական հարաբերությունների, այլև մնացած ամեն ինչի վրա։ Հայաստանի Եվրամիության անդամակցելու վերաբերյալ բանակցություններին անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, որը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Չնայած հանդիպմանը կրկին խոսվել է հայ-ռուսական դարավոր բարեկամության փոխադարձ հետաքրքրությունների տնտեսական սերտ գործակցության մասին, այնուամենայնիվ կոշտ հայտարարությունների եւ փոխադարձ կսմիթների պակաս չի զգացվել։ Ռուսաստանի համար տարօրինակ է լսել պարբերաբար հնչող հայտարարություններ ոչ միայն Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող առասպելական հարձակումների, այլև ՀԱՊԿ-ի կողմից գոյության սպառնալիքի մասին։ Այս համատեքստում փորձեր են արվում կասկածի տակ դնել նաև Ռուսաստանի ու Հայաստանի համատեղ պատմությունը խորհրդային շրջանում, այդ թվում հայրենական մեծ պատերազմում եւ հետխորհրդային շրջանում։ Մենք միշտ սրբորեն ենք վերաբերվում նացիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի ունեցած ներդրմանը։ Հայկական ԽՍՀ-ի ականավոր ռազմական առաջնորդների սխրանքները բոլորիս են հայտնի։ Իր մտահոգությունները հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։ Ռուս պաշտոնյան կոշտ գնահատականներ հնչեցրեց Հայաստան-Եվրամիություն գործակցության վերաբերյալ, նշելով, թե եվրոպական կառույցը մշտապես Հայաստանին ընտրության առաջ է դնում, լինել Մոսկվայի կամ Բրյուսելի հետ։ Նա նաև հույս է հայտնել, որ Երևանը հասկանում է Եվրամիության քաղաքականության դրդապատճառները։ Լավրովը, ինչպես մյուս ռուս պաշտոնյաները, խոսել է Հայաստանի ԵՄ-ին անդամակցության եւ ԵԱՏՄ շրջանակում գործակցության անհամատեղելիության մասին։ Մենք կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ԵՄ-ի հետ գործակցության կամ առավել եւս միանալու հիմքում են։ Հուսանք Հայաստանում հասկանում են ԵՄ-ի արդեն 20-ամյա գործելավոճը կամ մեզ հետ եք կամ առանց մեզ։ Այնուամենայնիվ դա ձեր ընտրությունն է եւ մենք այն ամբողջությամբ կհարգենք։ Հայաստանի ազգային ժողովի նախագահն էլ ընդգծեց, Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Մենք չենք կարծում, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից եւ Մաքսային միությունից։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել լուծում, որը օգտակար կլինի երկու կողմերի համար։ Ալեն Սիմոնյանը միաժամանակ անդրադարձավ Մոսկվայի կողմից հրապարակայնորեն հնչեցվող ռետորաբանությանը, նշելով, որ այն մտահոգության առիթ է Հայաստանում։
Մեզ մտահոգում են այն հայտարարությունները, որոնք հնչեցնում են ռուսական կողմը, դա անհանգստացնում է նաև Հայաստանի հանրությանը։ Իրականում մեր հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին, քանի որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակից երկիր է։ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Մենք չենք ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է իրականացնում, սակայն հարցեր ունենք ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որոնց պատասխանները դեռևս չենք ստացել։ Դրանք անհրաժեշտ է քննարկել։ Հայաստանի ազգային ժողովի խոսնակն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին նշելով. Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում, ինչը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Թեև Սիմոնյան-Լավրով հանդիպմանը հնչեցին սուր գնահատականներ, եղան փոխադարձ կսմիթներ, այդուհանդերձ կողմերը փորձեցին շրջանցել դրանք եւ քննարկել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, երկկողմ գործակցությանն ու տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր։ Ի դեպ, Հայաստանի պատվիրակության այցը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Նացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի օրենսդրությունը արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։ Մեղադրյալներից Մադատ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշյանը դատապարտվեցին 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը 18, Դավիթ Ալավերդյանը եւ Լևոն Բալայանը 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքուն մեղադրում է մի քանի տասնյակ հոդվածներով։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ընթանում է առանձին։ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով նամակ է եղել Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսին, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ օրեր առաջ Վենսին ուղարկված նամակում Արամ Ան ԱՄՆ նախագահի ուշադրությունը հրավիրել Բաքվում բանտարկված Արցախի ղեկավարների եւ մյուս գերիների, նաեւ Արցախի հոգեվոր մշակութային կոթողների պահպանության հարցերին դիմելով նրա անձնական միջամտությանը։ Ըստ հաղորդագրության նամակն արդեն փոխնախագահի գրասեղանին է։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան ու Ադրբեջան, հայտնում է Associated Press գործակալությունը։ Իտալիայից Վենսը կուղևորվի Հայաստան եւ Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է զարգացնել համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնելու երկու երկրների միջև 4 տասնամյակ տևած հակամարտությանը, նշել է պարբերականը։ Օլիմպիական խաղերի բացումը տեղի ունենալու փետրվարի 6-ին Վենսի Այցի օրը պաշտոնապես չի հաղորդվել։ Միացյալ Նահանգների նախագահը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու եւ TRIP նախագիծը առաջ մղելու համար։ Իդեպ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստանի այցելել ամերիկյան ICOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը սկսելու TRIP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից, նշելով, որ այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում։ Կառավարության որոշմամբ կընդլայնվեն բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Մեկ այլ նախագծով էլ լավարկվել է զինծառայողների բնակարանային աջակցության ծրագիրը։ Գործադիրի հերթական նիստի մանրամասները տեսանյութում։ Գործադիրի որոշմամբ կսահմանվեն 2026 թվականի ընթացքում Սևանալճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակներն ու ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։ Նպատակն է կանոնակարգել Սևանալճում կենսապաշարի օգտագործման եւ կայուն կառավարման ոլորտը։ Սույն որոշումով 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանալճում Սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափականակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։
Որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 25 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացված Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները, համաձայն որի 25 թվականի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Հաջորդ նախագծով վերանայվել են առողջապահական ներառյալ բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնող գործադիր մարմնի ղեկավար պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները։ Անհրաժեշտ է առավել որակյալ բանիմաց կադրերի ընտրություն եւ նշանակում առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման եւ ընդհանուր գործունեության արդյունավետությունը։ Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները, որովհետև ըստ էության փակ բաժնետիրական ընկերությունները հանդիսանալով նաև շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ պետք է հնարավորություն ունենան ուրեմն ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությունով եւ ունենան նաև գործադիր ուրեմն մարմիններում աշխատանքային փորձի բավարար ուրեմն պայմանին համապատասխանեն։ Պետք ներկայացրած նախագծով էլ առաջարկվում է վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների եւ գործառնությունների հաշվառման կանոնները, նաեւ սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների եւ գործառնությունների հաշվառման մասով։ Մասնավորապես առաջարկում են կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը, ինչ է դա նշանակում, ներկայումս ճշգրտվում է միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների մասով, այսինքն միայն օրինակ հանրային սննդի կամ սննդի ապրանքների հետ կապված է դա, եւ մենք հնարավորություն ենք հարկային օրենսգրքում ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե իրենք կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա։ Մյուսը կանոնակարգում ենք հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով, մասնավորապես ՀԴՄ կտրոններով, ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը։ Կառավարության որոշմամբ սահմանվում են հիփոթեկային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքերի նվազագույն եւ առավելագույն մակերեսները, անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները, ծրագրի իրականացման ընթացակարգը, ծրագրի շրջանակում վարկատու կազմակերպություններից համապատասխան տեղեկատվության ստացման եւ փոխանակման եղանակները, բնակարանի նկատմամբ զինծառայողի սեփականության իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման եւ զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը։ Այն քաղաքացիները, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության, մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով իրենք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունը առաջնային կամ երկրորդային շուկայից, սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում, հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերվի, որոշվելու է Երևանում 80 քառակուսի մետր տարածքով բնակելի անշարժ գույքի արժեքով, որը այս պահի դրությամբ կազմում է 35 միլիոն դրամի չափով, եւ հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաեւ մարզերում։ Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման, գրավի իրավունքի պետական գրանցման եւ պետական տուրքերի համար կատարված ծախսերը կփոխհատուցի Պաշտպանության նախարարությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Տեսալսողական մեդիայում օրենքի փոփոխություններն ու նոր օրենքի ընդունումը ներկայում անհրաժեշտություն է համացանցային առատավոր իրավունքների տարածումը կասեցնելու համար։ Նման կարծիք է հայտնել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։ Տիգրան Հակոբյանն ամփոփել է հանձնաժողովի 25 թվականի գործունեությունը։
Վերջին տարիներին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը խստացրել է վերահսկողությունը։ Այս մասին հայտարարեց հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսին, նշելով, որ միայն 2025 թվականին հանձնաժողովը նախաձեռնել է 84 վարչական վարույթ։ Այն դեպքում, երբ 2011-ից 18 թվականներին դրանց թիվը եղել է ընդամենը 15-ը, իսկ 2019-ից մինչև 2025 թվականը հանձնաժողովի նախաձեռնած վարույթների թիվը մոտ 400 է, որոնց արդյունքում որոշ լրատվամիջոցներ ենթարկվել են պատժամիջոցների, ֆինանսական տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ վարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի եւ ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանը։ Օրինակի համար հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է։ Մենք բացի ամեն ինչից ունենք նաև միջազգային վերցրած պարտավորություններ, մենք ունենք այստեղ տնտեսավորող սուբյեկտ, որոնք գումար են ծախսում, դրսից հաղորդումներ են բերում կամ պատրաստում են եւ նրանք վնաս են կրում, երբ որ այս կամ այն հեռարձակող առանց որևէ պարտավորության, առանց կնքած պայմանագրի, առանց վճարված գումարների ինքը սկսում է անօրինական փաստորեն բովանդակություն տարածել։ Վարույթների մի մասն էլ վերաբերում է բռնության տեսարանների ցուցադրությանը, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գովազդին, առանց լիցենզիայի դեղամիջոցների տարածմանը։ Բանախոսի ներկայացմամբ հանձնաժողովի պատժամիջոցները հանրօգուտ բնույթ են կրում, քանի որ այդ կերպ փորձում են կասեցնել հանրության շրջանում ֆիզիկական եւ հոգեվոր առողջությանը վնաս հասցնելու գովազդների եւ տեսանյութերի տարածումը։ Հակոբյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի կողմից կիրառված որևէ պատժի հետևանքով ոչ միայն չի սահմանափակվել խոսքի ազատությունը, այլև չեն խաթարվել հանձնաժողովի եւ հեռարձակողների հարաբերությունները։ Եվ մեր այս կատարած քայլերը վերջի տարվա մեջ էականորեն նվազեցրել են օրինակ նույն հեղինակային իրավունքի պաշտպանումը եւ մենք մեր դրսի գործընկերներից բազմաթիվ նամակներ են ստանում, որտեղ շնորհակալություն են հայտնում, որ մենք այդ անզիջում պայքարը տանում ենք, իսկ դա նաև բացի ամեն ինչից խոսում է նաև Հայաստանի միջազգային ասպարեզում հեղինակության մասին։ Վերջին տարիներին զգալիորեն շատացել են դատական հայցերը հանձնաժողովի կայացրած որոշումների առնչությամբ։ Միայն նախորդ տարի 14 այդպիսի դեպք է գրանցվել, նկատեց Հակոբյանը։ Նրա դիտարկմամբ սա եւս մեկ կարևոր հանգամանք է, որ ինչպես հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն, այնպես էլ մուլտիպլեքսում արկանկերությունները այլևս զարտուղի ճանապարհներով չեն փորձում շրջանցել օրենքը։ Հանձնաժողովի նախագահի խոսքով միշտ չէ, որ հանձնաժողովի կայացրած որոշումները դատարանում բավարարվում են։ Այդպիսի օրինակ է ռուսական հաղորդումներից մեկի կասեցումն ու դատարանի վճռով այդ կասեցումը չեղարկելը։ Ցավոք մեր օրենսդրության մեջ դեռ հստակ սահմանված չեն սահմանումների չկան ատելության խոսքի, ներքին գործերի մեր միջամտության եւ այլն։ Դա չի նշանակում, որ հանձնաժողովը սխալ որոշումներ է ընդունվել։ Մենք պետական անկախ մարմին ենք եւ պաշտպանենք նաեւ Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների հեղինակությունը միջազգային ասպարեզում, բայց ցավոք մեր օրենսդրությունը ներկա որոշ չափով թերի է եւ այդ գործիքները մեզ չի տալիս։ Հակոբյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսում անդրադարձ կատարեց նաեւ ցանցային օպերատորների գործունեությանը եւ վերահսկողության արդյունքում արձանագրված խախտումներին։ Այսպես Հայաստանում ներկայում գրանցված են 53 ցանցային օպերատորներ եւ միայն 2025 թվականին հանձնաժողովի իրականացրած 42 ստուգայցերի ընթացքում արձանագրվել է 26 խախտում, ինչը ըստ պաշտոնյայի մեծ թիվ է։ Հանձնաժողովի նախագահը այդ ամենը նույնպես պայմանավորեց օրենսդրական բացով, ապա հավելեց, որ եթե այժմ մեկից ավելի խախտումը տուգանվում է 50,000 դրամով, ապա օրենքում փոփոխություններ կատարելուց հետո տուգանքի չափը ըստ խախտումների կարող է փոփոխվել, որն էլ զսպող մեխանիզմ կհանդիսանա ոլորտում բիզնես շահույթ հետապնդող ընկերությունների համար։ Բանախոսը մանրամասն խոսեց նաև առաջիկայում նախատեսված տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, որի նպատակը ատելության խոսքի տարածման հարատավոր երևույթների ամբողջ աշխարհում մեծ արագությամբ տարածվող արհեստական բանականության վնասակար գործիքակազերի օգտագործման դեմ պայքարն է։ Իմասը սահմանումների մենք ենք մշակում եւ այդ օրենքում գրված է, երբ որ օրենքը ընդունվի, որոշ կարգավորումներ լինելու են մեր կողմից, հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ կամ անձնական ակտերով, մի մասը քրեական օրենսդրության կամ վարչական օրենսդրության մեջ արդեն կան, իսկ մի մասը դեռ մշակված չի, չնայած ՍԵՊԱ-ով մենք դրա պարտավորությունը ունենք։ Օրինակ արդեն 2025 թվականին մեր օրենսդրության մեջ պետք է իմպլեմենտացվեր
ատելության կամ ատելության խոսքը ինչ է նշանակում դեֆինիցիան, մենք միջև հիմա ցավոք չունենք։ Տիգրան Հակոբյանը կարևոր ձեռքբերումներից համարեց հանրօգուտ հիմնադրամի ստեղծումը, որը հանրային մուլտիպլեքսում առկա հեռարձակողներին հնարավորություն է տալիս պետական ֆինանսական աջակցությամբ ստեղծել կրթական մշակութային հաղորդումներ։ Ըստ նրա ծրագիրը պիլոտային է, այն իրականացնելու համար արդեն պետբյուջեից 250 միլիոն դրամ է հատկացվել, որը բաժանվելու է 10 հեռարձակողների, այդ թվում 8 մարզային հեռուստաընկերությունների միջև։ Հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նախագծերից մեկով առաջարկվում էր այսուհետ եկեղեցուն հողային գույք տրամադրել ոչ թե սեփականության, այլ անհատույց անժամկետ հատկացման իրավունքով։ Տեղի ունեցավ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց։ Առաջինը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Ըստ հիմնական ձգուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի նախագիծը թույլ է տալիս, որ քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, որոնք նպատակային նշանակության փոփոխ պայմանավորված այլևս չեն հանդիսանա 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, կարող են օտարվել համայնքի ղեկավարի կողմից տրված այդ փաստը հաստատող տեղեկանքի հիման վրա։ Զեկուցողը միաժամանակ հավելեց, որ նախագիծը չի ենթադրում համայնքի ղեկավարների կողմից ինքնիրավչություն, քանի որ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի նպատակային նշանակությունը կարող է փոխվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի համապատասխան որոշումներով։ Այն դեպքում, եթե այս գործընթացի արդյունքում արդեն փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը այնպես, որ 60 հոդվածի հատկանիշներից դուրս է եկել հողամասը, այլևս այդ ցանկում չի, ինքնին դա օրենքի ուժով հիմք հանդիսանա այդ ցանկից դուրս գալու։ Եվ դա արձանագրվի նաև համայնքի ղեկավարի տեղեկանքի հիման վրա հետագա գործընթացների, այդ թվում օտարման գործընթացների իրականացման տեսանկյունից։ Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց արդեն Վահե Ղալումյանը, որը վերաբերում էր տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու նախագծին։ Ըստ հիմնական զեկուցողի խոսքը մասնավորապես վերաբերում է հավաքանու անդամի լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացքին։ Եվ քանի որ որոշ համայնքապետեր այդ դիմումներին շատ ժամանակ ընթաց չեն տալիս, օրենքում էլ սահմանված հստակ ժամկետներ չկան, որով զսպեն այս դեպքում արդեն համայնքապետերի կամայականությունները։ Մշակել ենք նախագիծ, որը վերաբերում է ավականու անդամի հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո երրորդյա ժամկետում գրավոր դիմումի ներկայացնելու դեպքում եւ երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ սույն հոդվածի առաջին մասի առաջին եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում եւ 8-րդ կետով նախատեսված դեպքում եթե սույն հոդվածի առաջինի մեկ մասով սահմանված կարգով ավականու անդամը հրաժարականի մասին իր դիմումը երրորդյա ժամկետում հետ չի վերցրել, ավականու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցված են համարվում։ Օրակարգի երրորդ հարցը նույնպես վերաբերում էր հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, բայց այս անգամ ըստ նախագիծը ներկայացնող եւ հիմնական զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի խոսքը վերաբերում էր եկեղեցապատկան հողատարածքներին, որով առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել օրենքի այն հոդվածը, ըստ որի եկեղեցուն այդ հողերը տրամադրվում են սեփականության իրավունքով։ Նոր կարգավորման առաջարկում է հողատարածքները եկեղեցուն տրամադրել ոչ թե սեփականության, այլ անհատույց անժամկետ հատկացման իրավունքով։ Սա չի վերաբերում նախկինում սեփականության իրավունքով տրամադրված հողամասերին եւ հետադարձ ուժի խնդիր չկա, այն ինչ որ սեփականության իրավունքով փոխանցվել է, սեփականության իրավունքով փոխանցվել է, այդ մասով խնդիր չկա։ Իսկ անհատույց օգտագործման պարագայում մենք իրականում որևէ խնդիր չենք տեսնում, եթե նույն գույքը հողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է եւ քաղաք օրենսգրքի իրավահարաբերությունը մնացած առանձնահատկություն այդ հարաբերություններում կարգավորում է հստակ, թե որ դեպքում ով ինչ պարտավորություններ ունի։ Փաստացի հողամասի տրամադրման արգելք չենք տեսնում այս պարագայում։ Նիստում քննարկված 3 նախագծերն էլ ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Շարունակում ենք թողարկումը եւ թողարկման այս հատվածում միջազգային նորություններն առաջարկում եմ դիտել տեսաշարով։
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն անցյալ գիշեր երկրի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 95 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության 36 անօդաչու թռչող սարք խոցվել է Կրասնոդարի երկրամասում, 27-ը Ռոստովի մարզում, 21-ը Ազովի ծովում, 8-ը Բելգորոդի մարզում, 2 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Գրիմի հանրապետության տարածքում, ևս մեկը Վոլգոգրադի մարզում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակին հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պետք է շատ մտահոգված լինի։ Խոսելով Իրանի միջուկային ծրագրերի մասին, Թրամփը զգուշացրել է, որ Թեհրանի կողմից ծրագրի վերականգնման ցանկացած փորձ կհանգեցնի կոշտ պատասխանի։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղեկացված է եղել Իրանի երկրի այլ հատվածում նոր միջուկային նախաձեռնություն սկսելու մտադրության մասին եւ նախապես զգուշացրել է դրա հետևանքների վերաբերյալ։ Մամուլում ավելի ուշ տեղեկություններ են շրջանառվել, թե Վաշինգտոնը պատրաստ է եղել բանակցություններին միայն իր սցենարի շրջանակում, հակառակ դեպքում երկխոսությունը չի կայանա։ Իրանում արձագանքել են կտրուկ հայտարարելով, որ այդ պայմաններում բանակցությունները պարզապես չեն լինի։ Սակայն դրանից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը ժամը 10-ի սահմաններում Մասկատում։ Սոցցանցերում հրապարակված գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել Օմանի իշխանություններին բանակցությունների անցկացման վայրում անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ։ Նրա խոսքով զրույցը եղել է երկար եւ մանրակրկիտ, որի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել առևտրային ռազմական հարցերին, Թայվանին, նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Քննարկվել է նաեւ Չինաստանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներից նավթի եւ գազի գնման հարցերը։ Բացի այդ, կողմերը խոսել են Թրամփի ապրիլին Չինաստան նախատեսված այցի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն լուրջ ռիսկեր կստեղծի ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ մասին նա ասել է Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Էրդողանը շեշտել է, որ Իրանի շուրջ արկա բոլոր վիճահարույց հարցերը, այդ թվում միջուկային խնդիրը, պետք է լուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Աբու Դաբիում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակը, նշելով, որ այս պահի դրությամբ քննարկումներն ավարտված են։ Միաժամանակ հայտարարվել է, որ նախատեսվում է բանակցությունների շարունակությունը 5-շաբթի օրը։ Հիշեցնենք, որ բանակցությունների նախորդ փուլն Աբու Դաբիում տեղի էր ունեցել հունվարի 23-ից 24-ը։ Ինչպես նախկինում, ռուսական պատվիրակությունը գլխավորում է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ ծովակալ Իգոր Կոտյակովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Այսքանը ցտեսություն։